Մագնիտոմետրերը կիրառվում են օգտակար հանածոների որոնման, Սենսորային էկրաններով կահավորված լսարանում ուսանողներից առաջ նորամուտի պաշտոնական հյուրերն են։ ԵՊՀ-ում հանդիսավորությամբ բացում են ամբողջությամբ վերափոխված երկրաբանության ֆակուլտետը։ Այստեղ անգամ միջանցքներն են ուսուցողական դարձել։ Երևանին դերքը ամենախորը կարմրավուն կավի շերտից մինչև լյոսային գրունտ ներկայացնող ստենդեր օգտակար հանածոներով պատեր։ Պարապմունքների համար արդեն ունեն և ժամանակակից լաբորատորիաներ և պաշարների հաշվարկի ու եռաչափ մոդելավորման հատուկ ծրագրեր, հպարտանում են ուսանողից դեկան։ Այստեղ ուսանողները հնարավորություն են ունենալու ծրագրային ապահովման միջոցով իրականացնել հորատանցքային տվյալների վերլուծություն, երկրաբանական մարմինների և կառուցվածքային տարրերի մոդելավորում։ 7-ից 8 լսարան և լաբորատորիա վերանորոգվել, գնվել են լիցենզավորված կրթական ծրագրեր, որոնք արդեն ներդրված են ֆակուլտետի կրթական ծրագրերի մեջ։ Ներդրումը կարծում 100 միլիոն արդեն իսկ գերազանցի։ Բուհում կատարած խոշոր այս ներդրումը մասնավոր հատվածից է։ Տնտեսվարողը մի ամբողջ հարկաբաժին կրթական գեոլաբ է ստեղծել։ Նպատակը այստեղ սովորող երիտասարդներից հանքարդյունաբերական ոլորտի համար այսօրվա պահանջարկին համահունչ կադրեր ստանալն է։ Ուսանողների նաև պրակտիկան են իրենց մոտ կազմակերպում։ Այդ ամենը շեշտակի բարձրացրել է ֆակուլտետի գրավչությունը բիզնես գործընկերներին շնորհակալություն հայտնեց Բուհի ռեկտորը։ Այս տարի մենք չենք ունեցել որևէ խնդիր, որևէ կապիտալ, ունեցել ենք շատ լավ հավատված նոր ուսանողներ, որոնք ապագայում համալրելու են մասնավոր ընկերությունների շարքերը։ Գյուղական համագային միջավայր կենտրոնի ստեղծումը կարևոր ձեռքբերում է թե համալսարանի, թե մեր համատեղ ծրագրերի համար։ Մենք համոզված ենք, որ այս միջավայրը կդառնա նոր գաղափարների, նախաձեռնությունների և մասնագիտական հաջողությունների ձևավորման կարևոր պատճառ։ Տպավորված է ստեղծված կրթական նոր հնարավորություններով անկեղծացավ Համբարձում Մաթևոսյանը։ Շրջակա միջավայրի նախարարությունն է երկրին դերքից մոլիբդեն, քար ու ավազ արդյունահանելու թույլտվություններ տալիս։ Բուհում տվյալների հետ գրագետ աշխատել սովորած մասնագետների կարիք ունի ոչ միայն տնտեսվարողը, այլև պետությունը ասաց։ Հանքարդյունաբերության ոլորտը մի կողմից տնտեսության կարևոր հենասյունն է, մյուս կողմից բնապահպանական ռիսկերի կառավարման բարձր պահանջ ունեցող ոլորտ։ Եվ հենց այստեղ է, որ համալսարան արդյունաբերություն համագործակցությունը դառնում է իրական առաջխացի շարժիչ ուժ։ Համալսարանի արդիականացված ծրագրային հնարավորություններից նաև բնապահպանական տեսչության ղեկավարն է ոգևորվել։ Աշխատակիցների վերապատրաստումն այստեղ են կազմակերպում։ Ես կարծում եմ, որ հենց 26 թվականին մենք այս նոր կարողություններից անմիջապես օգտվողներից մեկն ենք լինելու, շահառուներից մեկն են լինելու։ Գեոլաբի ծրագրով ի դեպ Մայրբուհում վերաբացել են նաև տարիներ առաջ շատ հայտնի Պատանի երկրաբանի դպրոցը։ Որպես օրվա հիշատակ երիտասարդները հյուրերին խորհրդանշական նվերներ հանձնեցին, փայլփլուն ապար Կապանի հանքից։ Հերմինե Բաղդասարյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։